Սրբի դիմակը դրել ես ու ընտանիք ես քանդում։ Անուշ շատ կեղտոտ խաղ ես սկսել ու ասեմ շատ վտանգավոր նաև։ Ինչ հետաքրքիր բան է կյանքը։ Ով կմտածեր, որ տարիներ անց նման մեղադրանք կհնչեցնես։ Զգում ես, որ դերերով փոխվել ենք։ Ուզում ես ճիշտ իմանալ։ Ես չեմ զղջում։ Ոչ մի բանի համար լավ եմ արել։ Սիրել եմ, արել եմ, լավ եմ արել։ Եվ քո կարծիքով դա արդարացում է։ Ուրիշի ընտանիքը քանդելուց եւ ուրիշի ամուսնու անկողինը մտնելուց առաջ այսօրը պետք է աչքիդ առաջ լիներ։ Փաստորեն ես ճիշտ էի մտածում։ Փաստորեն դու ամեն ինչ նախապես մշակած եկել ես, որ ինձ վնասես։ Փորձիր մի ակնթարթ կողքից ինքդ քեզ լսել եւ կհասկանաս, թե ինչ անհետեթություններ ես խոսում։ Անուշ, ես քեզ հանգիստ չեմ թողնի։ Ես քեզ զգուշացնում եմ, քո ոչ մի ծրագիր չի իրականանալու։ Ինչ ծրագիր, ինչեր ես խոսում։ Ինչ անհեթեթ մտքեր ունես։ Անուշ, կապրենք, կտեսնենք։ Կտեսնենք ով կամ ինչն է անհեթեթ։ I am ready. It gitենք. I am. It's very good security. Այս ճիշտի մասին է, ես շատ լավ պահակ եմ, այո։ Տեսու վրա։ Սիմոնյան ջան, Բարլուս, մի քանի օր որ քեզ հետ չեմ խոսում, կարոտից մեռնում եմ։ Բայց ոնց եմ կարոտցե Թորոշ ջան։ Հələ պատմա տենամ, ինչ կա, ոնց ես։ Դու ամեն ինչ լավ է, բոլորն էլ լավ են։ Նոր բան չկա, բայց այսպես որ մնա, էլի գոհ եմ, Այդղա գիտես չէ, այս անգլերենը ինձ լրի տարել է, կլանվել եմ, ինքան էլ հեշտ ասացում մոտս սատանիական ճխուլ։ Այսպես որ գնաց մի քիչ էլ պարապեմ, արդեն գործ կփնտրեմ։ Իրոք։ Ասում եմ նենց գործ, որ ես պահակի գործի հետ համատեղ եմ էլի։ Թորոս մտքով ես մի հատ շատ լավ բան ընցավ ախպեր։ Ինչ կա։ Դու որ լավ անգլերեն իմանաս, ասենք հյուրանոցում կորած շվեցար աշխատես ախպեր։ Էդ որն է։ Էն որ դուռա բացում փակում հյուրերի առաջ, Էն որ եկողին ասում է hello է ասում, գնացողին goodbye։ Ասում է համ լավ աշխատավարձ են տալում, համ էլ տուրիստները ասում կարգի թեյավճար են թողում։ Այ ոնց մտքովս չեր անցել, Հենց վաղվանից սկսում եմ դրանով զբաղվել ցավդ տանեմ։ Դու բա ճիշտ էլ կոնես։ Սիմոնյան հլեն ասա, տեսել ես, որ Instagram եմ բացել, Բա որ չեմ տեսել, այ մարդ, ես ու թակուշիկս արդեն քո ֆոլովներն ենք, Թորոշ ջան։ Հենց ես սիրում նկարները սկսեց ու թիթիզ։ Ես ու թագուին սող նկարները լայքեր ենք ախպեր։ Ապրեք։ Դու խիկնա նկարել, ցավը տանեմ, շատ լավ աղջիկա, ինձ կարգին տիրություն է անում։ Այ մոլադեց, Թորոշ ջան։ Բա դբրոցում ինչ կա, հələ պատմի տենամ ժողովրդին մալեն։ Առանձնապես բան չկա, գիտես ինչ եմ մտածել։ Բարեկամս գյուղից մի 3 հատ հնդուշկա է ուղարկել, որոշել եմ հավաքվենք մեկի տանը։ Այդ մարդկանց էլ կանչեմ հյուրասիրեմ, որ եկուց մյուս օր պրեմիայի հարց լինի, ինձ էլ ցուցակի մեջ կտնեն։ Հələ տես ինչեր է ասում է։ Բա այդ անելու բանա Թորոս, նենց բաներ ես ասում, որ ես հենց ուզում եմ քիչ ամենում, այսպես սող թողեմ ելեմ կամ ախպեր։ Այդ գադե վերկացարիելի ինչ ես գտել այդ Ռուսաստաններում, այա։ Դու գիտում ես չեմ ուզում կամ։ Կարոտից սիրտս կտոր ալում, որ ձերս ճուարելներ, չէ, հենց եմ ելքը թողեի կքայի Թորոս ջան։ Այդքան վատա, Այ Թորոս ջան, ախր ես իմ Հայաստանի ցավը տոնեմ, իմ երկիրը բեմին ինչով ամենալավն է, Էն որ քայլում ես փողոցներով, ասենք պուլպուլակից ջուր ես խմում, չէ, այդ իբի ամբողջ աշխարհ արժի, ջուրն էլ իշ ջուր, այ ախպեր, մի անմոհական ջուր է, հրաշք, այստե Մոսկվայի տես բաներ չկա։ Այդ ցավը տանեմ,
որ եկողլնի, խաբար արա, մի 5 լիտր մեր պուլպուլակես լցնեմ ուղարկեմ ծարավոտ հագեցրու։ Թորոս ջան, գիտում ես, հիմա եմ կորոցը իմ խաղու ջուրը։ Ուզում եմ ասեմ, որ դրսում կարան թամակով փլավ չեն բաժնում աղբեր։ Ըստ էի ապրած ամեն մի օրը, էդի ամեն մի շոփատ, հա։ Շատ եմ կորոտնում Հայաստանես Թորոս ջան։ Մեր օրևոտ փողոցները աղբեր, մեր երկիրը, մեր հետա շուրասեր ջիգերով հայերին շատ եմ կորոցը, շատ։ Սիմոնյան ջան, բայր, որ այդպես է էլի չես սպասում, թռի աղբեր։ Հիմա չեմ կորա, Թորոս, ասենք, ուզում եմ մի քիչ մնամ թակուշիկիս կողքը էլի, իրան մենակ չթողեմ, այսնից առեջ ով եկել է, Թորոս, այս աղջկան խապել է, սաղ փողերը տորել է, հա։ Ես էմի ոնց իրան թողեմ, ես մենակ ելնեմ կամ այդ ցավը տոնեմ։ Ամել Թորոս, թակուշիկը իմ օրվաչին սերն այլ աղբեր։ Ինքը իմ խմար ասենք շուտ հարասատ հոգի է, հա, ջիգերա։ Ես մկա չեմ կոնա իրան թողեմ մինակ կամ աղբեր։ Հասկանում եմ, են էլ ոնց եմ հասկանում, Սիմոնյան ջան։ Դե լավ ցավը տոնեմ, լավ խոսանք։ Բոլորին իմ կողմից չեն բարևա, ասա Սիմոնյանը սողի ցավը տոնա ըմմենիդ կորոցերա, Թորոս ջան։ Հա ցավը տանը, բարի մեջ մնաս։ Խոսանք աղբերս, աջող։ Անտեր մնա կարոտը։ Այ, Ինչ է, ես ծունամի է եղել։ Թեթև կամուց այդ ծաղկամուրը չեր ընկնի, մանավանդ, որ պատուաները պինդ փակեն։ Իսկ կարող է այդ ծունամին ես անգամ ուսմասվարի դեմքով է եղել։ Նման մի բան։ Պարզա։ Ես իմ կարտուսն է։ Ու մատը ծակել, հա։ Նույնիսկ փուշնել մտրա մատած։ Վայ։ Այ որ ինձ ծաղիկ նվիրելուց նախընտրությունը տայր անփուշ որևէ բույսի, մատդ փուշ չէր մտնի։ Խայթելու բարիթը բաց չես թողնում, չէ՞։ Ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ես ճիշտ եմ ընտրության հարցում։ Աչքովը չի ընկել, այստեղ ասեղ չկա։ Չգիտեմ, բայց եթե լիներ էլ ախտահանելու հնարավորություն չկա։ Այնպես որ լավ կլինի գնամ բուժկետ։ Չէ, դու լուրջ վիրահատության ես պատրաստվում։ Դուր տեսնեմ։ Ինչի ավելի լավ է ես բուժկետ գնամ։ Տնաշեն, սրա համար բուժկետ են գնում, մի րոպե։ Ահա։ Վերջ, Ոչ, այսքան մոտ։ այսքան բան։ Եվ ձեր կյանքին այլևս վտանգ չի սպառնա։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ ես ինչի համար, որ մատիցդ փուշը հանեցի, թե որ անկանխատեսելի ու անհավանական իրավիճակներում միշտ կողքիդ եմ հայտնվում։ Երկու դեպքում էլ։ Գնամ տեկին արպիկեն կանչեմ, այստեղ մաքրի։ Տնաշեն սիրտս կանգնեց։ Մարիջա, ինչու ես ուշանում։ Կներեք ինկեր դուխիկ, գրադարանում էի, մինչև իմ ուզած գիրքը գտան, ուշացա։ Լավ, ոչինչ։ Ես ձեր դասարան էի գալիս, արի։ Բարև ձեզ։ Նստեք։ Այսօր պատմության ուսուցչուհու փոխարեն լինելու եմ ես։ Բայց դաս չենք անելու։ Կասենք կխոսանք, կլսենք, էլի։ Նենց որ եթե թեմա կա, որ ուզում եք խոսանք, ասեք։ Մենակ թե ոչ էդ։ Ինչ Թորոս։ Կարող եմ նեղվում ես, որ դաս չեք անելու։ Դե կարող է շատ լավ էիր պատրաստվել ես դասին։ Հա, շատ լավ էի պատրաստվել, ուղղակի չգիտեի։
Հրաշակերտ ունեք։ Հա, ինքը Մուրազիկն է։ Շատ լավ է, բայց պետք է իրան ոսկե ձկնիկին վայել պայմաններ ստեղծեք։ Էդ ինչ աղքատության մեջ ապրում։ Ես ինչքան գիտեմ, դպրոցում պետք է ակվարիում լինի։ Ես տիկին Նանջունուն կխնդրեմ, եթե ինքը թույլ տա, կարող եք վերցնել։ Դուք դժվարել մեր համար խնդրեք։ Էրիկ, ինչ-որ բան ասեցիր։ Հա, ասում էի, որ ցանկություն էի պահել, որ կատարի, բայց դժվար էլ կատարի։ Վայ, ես ինչ գժություններ եք անում։ Ձեզ որ տեսնում եմ, սենց հավեսս բացվում է։ Դե ինձ եմ հիշում ձեր տարիքում։ Մեր դասարանը։ Հա, փաստորեն դուք էլ հա մեր նման ուսուցիչների գլխին օիններ եք խաղացել։ Օիններ։ Ավելի, Միքայել ջան։ Մի քիչ կպատմեք, շատ հետաքրքիր է, ինչ էիք անում ձեր ժամանակ։ Դե, օրինակ մի անգամ որոշեցինք դրան փոխարեն պատուհանից ներս մտնենք։ Ու դե ժամանակ էս եվրոպատուհաններից չէր էլի, այն հին սովետական պատուհաններից էր։ Դե մենք որոշեցինք մտնենք ու այդ ժամանակ պատուհանը կոտրվեց, մեր դասարանցը։ Ասա տեսնեմ, ինչ կա Կարոյից, ինչ նորություն ունես իմ համար։ Գյուղի տունն ու պահեսն է հանել վաճառքի, բայց ոնց որ այդքան էլ չի շտապում վաճառել։ Չէ։ Կարող է բան կասկածում։ Չեմ կարծում, եւի ոտը կախակցում, որ տեսնի, ով ավելի բարձր կին գտա։ Փաստորեն, որ հասկացավ իր ուզած գենը տալիս են, մտածեց, որ կարող ավելի բարձր գնով տա պահեստը։ Դե հա, տենց է ստացվում։ Դրան պետք է մի թեթև տեղից շարժել։ Դու ես երկու օրը մի հատ խոսայի տա։ Անպայման։ Ասա իրան, որ մյուս գործընկերը մոտորերս Հայաստան է գալու։ Ու հենց եկավ պետք է այդ պայմանագիրը կապվի, որովհետև այդ մարդը երկար չի կարող մնալ Հայաստանում։ Այսինքն փողը պատրաստ պահի։ Դե հասկացար ինչ եմ ասում։ Ոնց ուզում եք, տենց էլ կանեմ, պարոն Մակարյան։ Թող մի քիչ իրար գա։ Ինքը այս ամենի մեջից ոչ թե չոր, այլ ընդհանրապես չպիտի դուրս գա։ Ինչ արել, հասա։ Տղեկն ասեցին, Կարոն պահեստում է մնում երեկվանից։ Դրան հետ էլ է շատ։ Պետք է փողոցներում մանա, որ իմանա ինչի ինչոց է։ Ինչ։ Ոչ մի բան։ Դու գնա ասածներս արա։ Ձեռքիցս չես պրծնելու, Կարո, ճանճի նման սատկացնելու եմ։ Էն ինչ, որ Լիդիայիս հանդեպ ես արել, ուր չես տալու։ Դե մի անգամ էլ անգլերենի ուսուցչուհու աթոռի վրա շարել էին կնոպկաներ։ Նստեց ու մի անգամից ճչաց։ Սկզբում աթոռի վրայից թռավ, հետո էլ դասարանից թռավ դուրս։ Բայց դրանից հետո մեր դասարանի տղաների ճակատագիրը որոշվում էր տնօրինության աշխատասենյակում, փակ դռների հետևում։ Ոնց որ շատ հաճախ մեր էլի։ Հավատացեք, որ ձեր ուսուցիչները նաև տնօրենը շատ ավելի մեղմ են վարվում ձեզ հետ ու դրա համար պետք է շնորհակալություն հայտնեք նաև տիկին Արևշատյանին։ Ասում եմ, գիտեք, բայց հետաքրքիր է, էլի ժամանակները անընդհատ փոխվում են, բայց
Չարությունները նույնն են մնում։ Դե հա, մի անգամ էլ կավիճ էինք քսել ուսուցչուհու աթոռին։ Ինքը նստեց, իր նոր շրջազգեստը փչացավ ու ինքը մեզ չներեց։ Չներեց ու ավարտական դասարանում մեր քարորդները շատ ցածր գնահատեց։ Նենց որ սիրեք ու գնահատեք ձեր դասատուներին։ Իրանք ձեզ հավատացեք, շատ բարձր են գնահատում, որ ավելի ոգևորվեք։ Դե հա, այդ մեկը հաստատ տենց է։ Ուրեմն սրանից հետո, երբ որ չարություններ անեք, ուշադիր եղեք, որ հանկարծ չնեղացնեք ձեր ուսուցիչներին։ Մյուս անգամ շատ երկար կմտածենք, ուղղակի այս անգամ չհասցրեցինք։ Դուք ինձ սոսնձել եք աթոռին։ Ընկեր դուխիքի հերթվում եմ, մենք չգիտեինք, որ դուք եք գալու։ Այդ ուրիշի համար էր պլանավորած։ Դուք Երեխեք, բայց ձեր արածը ձեզ դուր գալիս է, այս ինչ եք արել։ Լավ։ Շնորհակալություն։ Ուրեմն, քանի որ այս ամեն ինչը պլանավորել եք բոլորդ ու իրականացրել եք, ուրեմն դասարանի բոլոր տղաները ինձ գահին բազմած կտանեն իմ նստավայր։ Ինչ եք նստել, կանգնեք։ Բայց հələ զանգը չի տվել։ Դե դրա համար էլ ասում եմ, որ հիմա գնանք, քանի միջանցքում մարդ չկա, բայց մի անհանգստացեք, ես տիկին Լանջունուն չեմ բողոքի։ Իսկ դուք ինձ պարտք կմնաք լավ տրամադրություն, մի շաբաթ։ Աչքներիս վրա, ընկեր դուխիկ։ Խոստանում ենք բոլորը ձեր տրամադրության տակ են։ Հա, բայց ինչի բոլորս, ով արել է թողնենք նել խոստանը։ Հա, բայց անողի ձեռքն չէ, բռնող չի եղել։ Լավ, վերջ, ինձ ընդհանրապես հետաքրքիր չի, ով անախաձեռնել, ով արել, բոլորդ ինձ պարտքեք։ Մի վարկյան։ Գնացինք։ Բույաման, հագունի հելուդավան։ Տիկին Լանջունի, ես ձեզ էի փնտրում։ Լիդիա, այնքան անհրաժեշտ էր քո ներկայությունը ինձ համար հիմա։ Ձեր ինչին եմ պետք։ Այնքան երջանիկ եմ, որ իմ զգացողություններով ուզում եի կիսվել քեզ հետ։ Հետաքրքիր է տիկին Լանջունի, եւ ինչն է ձեր այս չափ երջանկության պատճառը։ Ինչ չէ, այլ ով։ Ինչ մեղք կստացնեմ Լիդիա, հայրդ է ինձ անասելի երջանիկ դարձնում։ Տիկին Լանջունի, ես կարծում եմ, որ դուք մի փոքր սխալ մարդ եք ընտրել ձեր զգացմունքներով կիսվելու համար։ Ես պատկերացնում եմ Լիդիա, որ դա քեզ այնքան էլ դուր չի գալիս, բայց հասկանում ես, մեր միջև ստեղծված կապը այնքան նուրբ է, այնքան մաքուր։ Տիկին Լանջունի, լավ, ուրեմն եթե դուք ուզում եք, որ ձեր երջանկությունը հարատև լինի, ուրեմն կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, որպեսզի նույնչափ իդեալական հարաբերություններ ստեղծեք նաև իմ եւ ձեր միջև։ Բայց Լիդիա, սիրելիս, ես քեզ հարազատ զավակիս նման եմ սիրում։ Հավատում եմ տիկին Լանջունի, բայց ես սիրո մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ մեր գործունեության, այսինքն համագործակցության մասին։ Չեմ հասկանում քեզ։ Ինչ պիտի անեի, որ թերացել եմ։ Ախր վերջերս ամեն ինչ այնքան իդեալական էր թվում։ Ասեմ տիկին Լանջունի։ Արևշատյանին հեռացրեք աշխատանքից ու նաև ստիպեք, որ իր հետ տանի նաև իր այդ կիսատ պռատ աղջկան։ Ինչ։ Ես ինչպես կարող եմ առանց պատճառի հեռացնել Անուշին։ Գտեք պատճառ։ Ես վստահ եմ, որ եթե դուք շատ ուզեք, ապա ձեզ մոտ անպայման կստացվի։ Լիդիա, դու գերագնահատում ես իմ հնարավորությունները, եւ հետո ես չեմ կարող
առանց պատճառի հեռացնել մարդուն աշխատանքից։ Ես չեմ կարող վատություն անել։ Ես այդ մարդը չեմ, Լիդիա։ Տիկին Լանջունի, իսկ դուք հարցին այլ տեսանկյունից նայեք։ Մի մտածեք, որ անուշին վատություն եք անում, այլ մտածեք, որ մեծ լավություն եք անում Ներսեսի դստերը։ Պատկերը միանգամից փոխվում է, չէ՞։ Ձեզ այդ տեսանկյունից տրամադրեք ու վստահ եմ, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Հա, Վարդան ջան։ Հա, հարմար է, ասա ցավդ եմ։ Հա, բա ոնց Վարդան ջան։ Իմացի եմ, մեր մյուս գործընկերը հենց եկավ, իմ պահով սա հոգի է։ Հա, ես ամեն ինչ անում եմ դրա համար։ Հա, եղավ ցավդ եմ, դե կապի մեջ։ Եղավ, ինչ անդիպ։ Ես աշկի Սեժանը ծախում այդ տարածքը։ Լավ ես պլիտեն եկար Սարելույի սատկի։ Վարդանանք, հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից է։ Այն գրվել է հայրենական մեծ պատերազմի տարիներին, որպեսզի բարձր պահի ռազմաճակատում գտնվող հայ զինվորների մարտական ոգին։ Հեղինակը գրքում ներկայացնում է Հայաստանը 5-րդ դարում, պատմելով 451 թվականին տեղի ունեցած դեպքերի մասին, երբ հայ ժողովուրդը սպարապետ Վարդան Մամիկոնյանի ղեկավարությամբ ապստամբեց եւ Ավարյարի դաշտում հերոսաբար կռվեց։ Նստիր։ Քանի անգամ եմ ասել այստեղից այնտեղից ուրիշների վերլուծությունները չգալ եւ այստեղ անգիր չասել։ Բայց ընկեր Արևշատյան, ես շատ քիչ եմ օգտվել։ Ախր վերլուծելու հիմնական միտքը հենց այն է, որ դուք ձեր մտքերն արտահայտեք։ Ոչ թե ուրիշ հեղինակների մտքերը բերեք այստեղ, ասեք որպես ձեր մտքեր։ Սովորելու հիմնական իմաստն այն է, որ դուք սովորեք սեփական ուղեղով առաջնորդվել եւ ձեր կարծիքն ունենալ եւ չվախենալ այդ կարծիքը արտահայտելուց։ Որ ուրիշ կարծիք հայտնենք, ասելու եք սխալ է, մի հատ սիրուն երկուս նշանակեք։ Իբր չգիտենք ոնց է նման դեպքերում լինում։ Ուրեմն լավ չգիտեք։ Ես երբեք սեփական կարծիք արտահայտելու համար անվավերար չեմ նշանակում։ Ինձ համար կարևորն այն է, որ դուք սովորեք սեփական մտքերն արտահայտել։ Լավ։ Լավ։ Ռեբեկա, հաջորդ դասին նոր աշխատանք եմ սպասում։ Շատ լավ, ընկեր Արևշատյան։ Իսկ հիմա թող շարունակի։ Այ դու իմ ոսկե ձկնիկ, ցանկություն ունեմ ես փոքրիկ, փրկիր դու ինձ այս դասից, պլստամ ես Վարդանանքից։ Թորոսը։ Ուպրեց մուրոսիկը, աշխատեց։ Քեզ այդ ոսկե ձկնիկը հաջորդ դասին չի փրկելու։ Առաջինը հենց քեզ եմ հարցնելու։ Աչքիս վրա տիկին Արևշատյան։ Հիմա ազատ եք, պատրաստեք հաջորդ դասին։ Բարև ձեզ։ Բարև Շուշի ջան։ Ոնց ես։ Արդեն լավ եմ զգում ինձ։ Այսօր գույնդ ավելի լավ է։ Համել ինձ ավելի լավ եմ զգում։ Բա մաման ոնց է։ Մաման գնաց գործի։ Այդ վիճակի։ Դե գիտեք, աշխատանքը օրավարձով է։ Այդ ձեռքը փող չկա, ինձ էլ բան չի ասում, հա։ Չէ, ուղղակի արդեն շատ էր բացակայում։ Դե լավ։
Արի գնանք ներս, ես քեզ մի լավ կերակրեմ, հետո մամայիդ հետ կխոսեմ։ Այս ինչքան բան եք վերել, տանը ամեն ինչ կա։ Բա ես չեմ ասել, որ չկա, բայց հիվանդի մոտ դատարկ ձեռքով չեն գնում։ Արի։ Բայց տեսեք ոնց փոքեց։ Մուրազիկ։ Այդքան մի ծրապրկանցեք, բերկսատկի։ Բա ու սկսվեց, պրոցեսը սկսվեց, նայ։ Պրոցեսը սկսվեց, ավելի մոտ։ Չի երևում։ Ինչի համար, բայց մարս ինչ եմ արել։ Չեք ամաչում, այդ ինչ բերեցիք դուխիկի գլխին։ Այդ ցավը տանը մեզ ոչ գիտեի որ դուխիկն է գալու։ Մենք այն պատմության դասատուի համար ենք էդի կազմակերպել։ Այնը դուխիկը եկավ։ Բայց ինչ տարբերություն դուխիկը կլիներ թե պատմության դասատուն։ Մի քիչ մեծացեք էլի։ Էրիկ դու էլ։ Դե Մարի ջան, այդ իրականում մենք ուղղակի գաղափարն ենք տվել, ամեն ինչ չոփիկն է կազմակերպել։ Ճիշտ ասում ու պատահական է այդ սա։ Հա, մի քիչ կլեր թափվի աթոռին, ասացինք երեխեքից մեկը որ նստի, ծիծաղելու կլինի։ Մի արդարացեք։ Մեկա չեմ խոսելու երկուսիդ հետ։ Ինչ, տենց մի նայի։ Մեկա չեմ խոսելու ասեցի։ Մարս ոչինչ ես։ Տարիներով պատրաստ եմ լսեմ քո լրությունը։ Զարմանում եմ, գիտես, ոնց ես կարողանում միաժամանակ համ սենց հասուն լինել, համ էլ ցինիկ ու մանկամիտ։ Մարս, բայց հնարավոր է իմ մեջ երկու մարդ է ապրում, հասկանում ես։ Հենց մեկը քնում է, մյուսն է արթնանում։ Ինչքան հիշում եմ, եկվորյակ չես։ Այո, ճիշտ ես հիշում։ Ես մի պատանի եմ քո սիրուց արփած, գերված ու տարված քեզ հետ։ Իսկ եթե լուրջ մարս, ես քո կողքին լրիվ ուրիշ մարդ եմ։ Քո սերը ինձ շատ է ուշ տալիս իրոք։ Տես ընդհանրապես ձեռքը տեստվե, բայց ես արդեն անսահման երջանիկ եմ։ Բայց խոստացի, որ ուսուցիչների գլխին չես սարքելու։ Խոստանում եմ։ Էլի ես չեմ սարքի, կասեմ կսարքի։ Ինչ։ Չէ, ասում եմ անսահման սեր եմ զգում քո հանդեպ, մարս։ Ալո, բարեձեզ Տիկին Լիձա ջան, ոնց եք։ Զանգել ես իմանաս ոնց եմ Արմեն։ Տիկին Լիձա ջան, ուզում եմ ասեմ, որ ես մեր խմիչքի մատակարարները ամեն անգամ խմիչքը բերելուց հա կիսատ են բերում։ Ես էլ որորդ անգամն պատմության առաջ են կանգնում։ Ինչ անեմ Արմեն ջան։ Զանգել ես որ ես ինչ անեմ, գնամ ես բերեմ, հեսա վազեմ գնամ բերեմ։ Չէ, Տիկին Լիձա ջան, ես ոնց կարամ տես բան ասեմ։ Բա ինչ է ուզածդ։ Դե ուզում եմ որ ասեմ, եթե հնարավոր է խմիչքի մատակարարին փոխենք։ Տիկին Լիձա, ես էլ արդեն որորդ անգամն է, իրանք փաստի առաջ եմ ես կանգնացնում։ Արմեն ջան, խելագար ես դու։ Տղա ջան, այդ հարցերը լուծի ինձ ինչ ես ասում։ Ես ինչ անեմ։ Տիկին Լիձա։ Ինչ Տիկին Լիձա։ Ոչ մի Տիկին Լիձա, ինչի համար ես այդտեղ, որ բոլոր հարցերով ինձ զանգես։ Եթե չես կարողանում գլուխ անել, այդպես ասա ուրիշ մարդ գտնենք։ Լավ, Տիկին Լիձա ջան, դե 1000 անգամ կներեք, որ արանք ստացվեցի։ Հիմա ես փորձեմ մտածեմ, հասկանամ ինչ պետք է անեմ։ Տիկին Լիձա ջան, իհարկե ներողություն, որ միջամտում եմ, ոչ իմ կամքով լսեցի ձեր խոսակցությունը, ու ոնց հասկացա, փաբում խնդիրներ կան ու մարդ է պետք։ Մարդ կա, մնում է այդ մարդը գործ անի։
Ես կարող եմ օգնել ձեզ։ Ոնց։ Դե փաբի բոլոր հարցերով կարող եմ զբաղվել։ Բայց դու այդքան ժամանակ ունես, կհասցնես։ Դե այս աշխատանքից հետ կհամատեղեմ։ Կհասցնեմ, ոչ մի խնդիր չի առաջացնի։ Համ էլ ուզում եմ պարոն Մակարյանի արած մեծ լավության տակից մի ձև գոնե դուրս գամ։ Դե լավ, որ ասում ես, ես պապայի հետ կխոսեմ, վաղվանից դու փաբի հարցերով կզբաղվես։ Եղավ, շնորհակալություն Տիկին Լիդիա։ Շնորհակալ եմ, որ առաջարկեցիր։ Դուք ջան։ Բարև։ Բարև։ Կարող եմ իմանաս ինչ է պատահել էլեկտրոնային մածանի հետ, չեմ կարողանում գնահատականներն անցկացնել։ Ինչպես միշտ համակարգի խափանում։ Դու եք մրսում ես։ Դե այսօր մի տեսակ ցուրտ է։ Ցուրտ է։ Երևի մի 50 աստիճան կլինի դպրոցում, հատկապես քո սենյակում։ Շատ շոկ է։ Կարող է ջերմություն ունես։ Չէ, չունես։ Ինչ որ բան է պատահել։ Դե ավելի լավ է չասեմ։ Այսինքն ինչ որ բան է պատահել։ Դե հա, եղել է, բայց խոստացի, որ երեխեքի վրա չես ջղայնանա։ Ինչ երեխա։ Դասարանից նկատի ունես։ Էլի այդ ավազակներն ինչ որ բան են արել։ Վայ, կամաց խոսի Լանջունին անկար չլսի։ Խոստացել եմ, որ ոչ ոք չի իմանա։ Բայ դուղիկ վերջապես կասես ինչ է պատահել։ Ես այսպես թե այնպես ոչ մի բան չի էլ ասելու։ Դե գնացի քո դասարան, նստեցի աթոռին, պարզվեց սոսին ձեր լցված։ Ոնց թե։ Դե հա, ես էլ նստեցի, շրջազգեստս փչացավ։ Ու հիմա ասենց վերարկուով նստել եմ, որ հանկարծ Լանջունին չտեսնի ինձ տենց, որ տեսնի կկասկածի, որ կասկածեց հաստատ կնվաղի ու տենց հասկացար։ Դու տես ես դրանց ինչ օրնեմ գցելու։ Չէ Անուշ, խոսք տուր, որ երեխեքին ոչ մի բան չես ասի, հատկապես չես պատժի։ Բայց ինչու։ Եթե վատ բան են արել, պետք է պատժվեն, որ հաջորդ անգամ նույնը չկրկնեն։ Իրանք ամեն ինչ արդեն հասկացել են ու էլ նման բան չեն անի։ Ինչ էլ վստահ ես խոսում։ Հա իրանք զղջացել են իրանց արածի համար։ Ես իրանց հավատում եմ, իրանք էլ ինձ ու չեմ ուզում, որ այդ հավատը կորցնենք։ Դուխիկ, բարձվում է քո մեջ էլ կա մանկավարժի հոգեբանություն։ Ինչ լավն ես։ Նենց ես ուրախացել, ոնց որ քեզ պետք է պատժեին։ Գիտես, երբ աշակերտներից պատժում են, իրոք կարծես ինձ էլ պատժեն։ Փաստորեն դու էլ ես լավը։ Փաստորեն։ Բարև ձեզ։ Բարև։ Սերոտ Միրաքյանը դուք եք։ Հա, ես եմ։ Բա դու ով ես։ Քննիչ Արսենյան, կարող ենք խոսել։ Այ մատանին։ Այնտեղից կնոջս նկարի մոտիցեմ գտել։ Ես ոչ մի բանից տեղյակ չեմ։ Մտածում եմ կարող է Միշոն իմանա։ Փաստը մնում է փաստ, որ հիմա ստեղի տնօրենը ես եմ։ Այո, ճիշտ է ասում։ Այս հարցը ես ինձ չեմ թողելու։ Շատ չուրախանաս հարց։ Սա իսկական սադիզմ է։ Բարոս Վարադեի նորով էր կամքի ուժից խոսում։ Կարող է դուք չէի։
Այո, ես էի։ Ես գիտեի եկել եմ մարզասրահ, բայց պարզվում է եկել եմ տանջասրահ։ Եթե դրան գործից չեք հանե, ես այս հարցը ինձ նով եմ լուծելու։ Ու ինչ ես անելու շատ հետաքրքիր է։ Նենց եմ անելու, որ ինքը ինքնական այդ գործից դուրս գա։ Դուրս չգա, է փախնի։ Մատանին ով որ վաճառել է, Սերոփը, Միշոյի հայրն է։ Ոնց։ Ու ինքը ասում է, որ Միշոն է Մատանին տուն բերել։